տաշտը լիգը հացավինի, տոնըտ լիգը բալալինի, աշխարհքս թող խաղաղ լինի, Աստծո օրհնանքը քեզ հալալ լինի։ Հիշել ժողովրդական օրհնանքներ եւ ասացվածքներ։ Այսպիսի հանձնարարություն էր տրված արցախցի տարեցներին, որոնք ներգրավված են աջակցության սրճարան Արցախցի տարեցների համար ծրագրում։ Ծրագիրն իրականացնում է Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ։ Այժմ մենք ունենք տարեցների համար նոր նախաձեռնություն, հոգեբանական աջակցության ծրագիր է, որտեղ տարեցները գալիս են եւ հատուկ դասընթացավարների միջոցով կարողանում են իրենց այն հոգեբանական խնդիրները, որի հետ առնչվում են այս ծանր օրերին, հաղթահարել։ Աջակցության սրճարան ծրագիրն իրականացվում է Երևանում եւ Գյումրիում։ Նպատակը բռնի տեղահանված 60 եւ բարձր տարիքի արցախցի տարեցներին հոգեսոցիալական աջակցություն տրամադրելն է։ 12 շաբաթյա ծրագրի ընթացքում բազմամասնագիտական թիմ է աշխատում նրանց հետ։ Խմբային միջավայրում երաժշտության, արտ-թերապիայի, ֆիզիկական վարժությունների միջոցով մասնագետները փորձում են բարելավել տարեց արցախցիների հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը եւ նպաստել նրանց սոցիալիզացմանը։ Երևանում 30 տարեց է մասնակցում ծրագրին։ Մինչև ծրագրին մասնակցելը Արցախի տարեցները անցել են գնահատում դեպրեսիայի, ֆիզիկական ակտիվության, հիշողության, կոգնիտիվ ֆունկցիաների։ Նրանք հետազոտություն անցնելու են նաև ծրագրի ավարտին, որպեսզի մենք տեսնենք, որ այս ծրագրի իրենց մասնակցությունը փոխում է իրենց կյանքը, փոխում է մտածելակերպը, որտեղ շատերը այդ ամենից հետո չեն կարողանում իրենց գտնել, իսկ այս վարժությունները, որ նրանք անում են, շփումները իրենց հետ, իրենց սիրելի բարբառով, էականորեն փոխում են մարդկանց վիճակը, հոգեվիճակը։ Աստիճանաբար իրենց հետ աշխատելով, հուզական բանականությունը զարգացնելով, շեշտը դնում են ճկունության վրա, որպեսզի իրենք կարողանան ավելի ապրել այստեղ եւ հիմա տեսնելով այսօրվա կյանքի գեղեցկությունը։ Բնակչության դեմոգրաֆիկ անցումը դեպի ծերացող հասարակություն մեծ խնդիրներ է ստեղծում պետության համար, որոնց լուծման համար միայն պետության հնարավորությունները բավարար չեն, ասում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ռիսկային խմբում առանձնացնելով մասնավորապես արցախցի տարեցներին։ Այդ է պատճառը, որ պետությունը նաև պետք է ուղղի իր ջանքերը այս մարդկանց սոցիալիզացիան ապահովելու նպատակով, որտեղ լինելով սոցիալիզացված նրանք էլ ավելի հեշտ կարող են հաղթահարել իրենց առկա խնդիրները։ Նոր նվիրատվությունների պարագայում ծրագիրը շարունակական կլինի, ասում են ծրագրի պատասխանատուները։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։